Ես էլ չեմ դիմանում։ Ինձ թվում է կխելագարվում ես սա։ Դու ոչ մի բան չես անի, Լևոն։ Դու ուժեղ տղա ես։ Քուրդ քեզ անայում, մերդ քեզ անայում։ Դու խեղճանալու իրավունք չունես, Լևոն։ Աբոյի տղեն խեղճանալու իրավունք չունի։ Լսում ես։ Հենց հեշտ է ամեն ինչի մասին կողքից խոսելը։ Բայց ես էլ չեմ կարողանում ձևացնել, թե ամեն ինչ լավ է։ Ախր ոչ մի բան էլ լավ չի, ընկերաշոտ։ Հավաքի քեզ։ Մի հատ հավաքի քեզ։ Ուշադիր լսի ինձ։ Լևոն, ինչ էլ ուզում ալնի, գիտեմ բոլորիս համար շատ դժվար է, բայց ամեն դեպքում, ոչ մի պարագայում, ոչ մի դեպքում չվստահես Ռաֆայելին։ Ուզում եք ասեք, որ… Ես ոչ մի բան չեմ ուզում ասեմ։ Ես ասում եմ ամեն ինչ կարճ ու կոնկրետ։ Պարզա։ Ընկերաշոտ, ինչ ա եղել կասեք։ Ոչ մի բան։ Ուղղակի տարիներ առաջ ինչ-որ բան ա եղել ու ես դրա համար հիմա չեմ վստահում այդ մարդուն։ Պարզա։ Ես ես շատ լավ եմ ճանաչում, ընկերաշոտ։ Եթե դուք մի բան ասում եք, ուրեմն դուք վստահ ինչ-որ բան գիտեք։ Խնդրում եմ, ասեք, ինչ ա եղել։ Ջահելի ժամանակ ինքը մեզ մի բան արել, որ այդ ինձ հերիք է, որ ես իրան էլ կյանքում չվստահեմ։ Հիմա այդ մասին խոսալու ժամանակը չի, բայց արա այն, ինչ որ ես քեզ ասում եմ։ Չնայած մարդ ես, ես այդ մարդուն լավ չեմ ճանաչում։ Կարող է տարիներ ինչ-որ հետքեր թողել են, փոխվել է, բայց Լևոն ջան, կյանքը ցույց է տալիս, որ ինչքան էլ ուզում ես պարարտանյութ տաս, մեկը փուշը ծաղիկ չի դառնա։ Ցույց մի տուր, որ ես քեզ ինչ-որ բան եմ ասել, բայց իր ամեն մի ասածը հալած յուղի տակ չընդունես։ Դե ես պիտի գնամ պարապմունքեմ, չեմ կարա հետաձգեմ, հետո ուշ ժամի կզանգեն կհանդիպենք։ Ընկերաշոտ, բայց ես ուզում եմ, որ մենք խոսենք։ Դե կզանգես, կգաս միտեղ կնստենք ու կզրուցենք։ Եղավ։ Հա, մեկ էլ մի բան։ Մամադ ճիշտ է ասում, տար իրան էստեղից, որտև էստեղ ամեն ինչ աբույն է հիշեցնում, ամեն դուրը ծեծողը գիտի թե Ալբերտն է։ Կտանը։ Դե կհանդիպենք, առաջ ինձ։ Ընկերաշոտ։ Ասա։ Իսկ Արմանին դուք վստահում եք։ Ճիշտն ասած ես Արմանին չեմ ճանաչում, բայց այն որ աբուն քավոր է դառի Արմանին, նշանակում է որ վստահում է։ Չնայած գիտես ինչ տղա ջան, կյանքը այնքան հետաքրքիր է, այսօր մարդիկ այնքան են փոխվել, շահի համար ամեն ինչի կարան գնան, ամեն դեպքում զգուշեղ, դե կզանգվենք։ Ինչի, բայց ինչի համար։ Ուրեմն այդ ծաղիկները արեգը չի ուղարկել։ Մաշա, ինչը որ կարող ես հասնել։ Ասան։ Մաշա, որտեղ ես։ Դուրսում։ Խոսել։ Տանը կխոսենք։ Մաշա, մենք հիմա պիտի խոսենք։ Տանը չի լինի, տանը հարմար չի։ Անինց հիմա հարմար չի։ Մաշա, բայց շատ կարևոր է։ Վերջ ես հիմա զբաղված եմ։ Մաշա, մենք պետքա հիմա խոսենք, այդ շատ կարևոր է։ Ում համար։ Իմ թե քո։ Երկուսիս։ Եթե իմ համար կարևոր լիներ, ես կիմանայի։ Ու քանի որ չգիտեմ, ուրեմն կարևոր չի։ Նենց որ հարմարվի ինձ։ Այդպես, հա։ Հա, կգամ տուն կխոսենք։ Լավ։ Թե ինչի եմ հետդ խոսում։ Արեգ, ես գիտեմ, որ դու ճիշտ ես, բայց ինչ կարող եմ անել, քույրս սա։ Ժամերն ասում այդ գյադեն չկա։ Կգտնենք ուր պետք է փախնի, որ փախավ է, քեզանից եմ ուզելու, քեզանից եմ պատասխան ուզելու։
Լավ, դու լյանը մտ երբ են մեր ձերս կանացի փախնում, որ նտենում եմ։ Չկա դες բան։ Դու լավ գիտես, որ եթե ես ինչ-որ մի բան ասում եմ, իմ խոսքից տերն եմ մնում։ 2 ժամ եք սպասում քեզ, 2 ժամ։ Են մանգուստից ինչ խաբարություն։ Այսօր խաբարություն չունեմ։ Չգնանք։ Աբո են ստում։ Դու գիտես, եթե գտնում ես պետք է գնանք։ Ես գտնում եմ պետք է գնալ, ամեն շուտվանից չգիտենք ինչ կա չկա, կիմանանք ինչ են պարզը։ Ես պատրաստ եմ։ Ավելի լավ որ դու պատրաստ ես։ Ասա։ Հա? Դե բերեք մոտս։ Ինչ կա։ Արցումին ենք, դե բերում են։ Ուրեմն ես նորից հարցերս կրկնեմ տիկին Գոհար, որպեսզի ոչ մի հարց բաց չթողնենք։ Խնդիր չկա։ Դուք տանն եք եղել, երբ հագուստը բերել են։ Տանն եմ եղել ու ոչ միայն ես, Յուլիան ու Միլենան, Լևոնի դասընկերուհին։ Իսկ աղջիկը ուր է։ Յուլիայի սենյակում երեխային զբաղեցնում է, որ երեխան գլխի չընկնի։ Իսկ ես կարող եմ աղջկա հետ զրուցել։ Հա, իհարկե, կանչեմ։ Եթե դժվար չի։ Ես կկանչեմ։ Շնորհակալ եմ։ Ուրեմն պնդում եք տիկին Գոհար, որ ոչ մի բան չեք լսել։ Չէ, ոչ մի բան չեմ լսել։ Իսկ ինչպես նկատեցիք, որ հագուստը բերեցին։ Դե դուռ զանգեցին, ես բացեցի ու տոպրակը նկատեցի։ Իսկ այդ ժամանակ ձեզ չհետաքրքրեց, թե ով է բերել տոպրակը կամ ով կա դրսում։ Հետաքրքրեց, ես դուրս եկա, շուրջս նայեցի, ոչ մեկ չկար։ Տոպրակը վերցրեցի, մտա տուն։ Բացեցի, իսկ այնտեղ արին ու շորերը։ Իսկ դա հաստատ Ալբերտի շորերն է։ Հաստատ վերնաշապիկը միասին են գնել։ Բայց այդ վերնաշապիկից շատ են արտադրում։ Ես հասկանում եմ խոսքը ինչի մասին է, բայց ինքը այդ կոստյումով ու այդ վերնաշապիկով է դուրս եկել։ Իսկ տունը, բակը տեսախցիկով չի հսկվում։ Ես չգիտեմ։ Լավ, ինչևից է, տղաները հիմա ուսումնասիրում են, նայում են տարածքը, տեսնենք ինչ կարող են հայտնաբերել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք տանն եք եղել, երբ հագուստը բերել են։ Այո, ստեղ եմ եղել։ Դուք նույնպես ոչ մի բան չեք նկատել, ոչ մի ձայն չեք լսել։ Չէ, ես Յուլիայի հետ էի խաղանում։ Հետո դրան զանգը լսվեց, Գոհարդյանը գնաց դրան մոտ։ Հետ եկավ, ես ճչոց լսեցի ու գնացի տեսա տոպրակը։ Լավ, շնորհակալ ենք։ Դուք ուզում եք ասեք, որ Ես ոչինչ հիմա չեմ կարող ասել։ Մինչև հագուստը լաբորատորիա չտանենք, չենք կարող իմանալ։ լավ։ Հաջողություն դες։ Բայց դու քո տեղը լավ էլ գիտես։ Ինչի մտածում էիր հարիվի մեկնեմ։ Դե չէ, խես ես կոպիտ ասում որ։ Ես լավ գիտեմ ինձ ինչա պետք, ինչ պետք չի, ինչա պետք անելու կամ ընդհանրապես պետք չի։ Դե ես էլ եմ այդ ասում էլի։ Ու եթե դա ինձ պետք չի, ես հաստատ չեմ անում։ Ճիշտ ես, Մարշել ջան։ Լսի, փաստորեն, որ գնացինք մենք իրար հետ կոֆե խմելու։ Էդի քեզ պետք էր, թե չէ։ Էդ էլ դու մտածի։ Ես ինչ մտածեմ։ Ուզում եմ դու ասես, պետք էր, թե չէ։ Հա, պետք էր։ Լավ։
Մաշա, մարդ կար չէ, որ ուզում էիր մզզնեիր։ Լավ էլ ջոկել ես։ Ես էլ եմ մնաց մզզրել էլի, էդ եմ ուզում ասեմ քեզ։ Ինչ եղավ։ Փաստորեն մենք իրար նման ենք, էլի։ Ինչ։ Ինձ նայ։ Ես այդքան գեշ եմ։ Փաստորեն ես գեշ եմ։ Հետո էլ ասում եմ բնավորություններով նման ենք։ Ճիշտն ասած, ինձ քո բնավորությունը այդքան էլ չի հետաքրքրում։ Մենք այսօր կգնանք սուրճ կխմենք ու վերջ։ Ինչի, սուրճը պրծել է, թե վախում ես չհանդիպենք իրար։ Վախում եմ չհանդիպենք։ Ես հակառակ կարծիքի եմ։ Մենք կհանդիպենք, որովհետև այս տղեն է ուզում։ Իսկ ես անում եմ այն, ինչ որ ես եմ ուզում։ Հիմա ինչ, ուզում ես գրած գանք։ Իզուր մի փորձի։ Չեմ փորձում, բայց ասեմ իմանաս։ Ես ինչ ուզում եմ, այն էլ անում եմ։ Նենց որ ինձ մի ստիպի, որ տուն էլ չգնաս։ Հատես մի նայի։ Նենց չի, որ ես էդի ուզում եմ։ Դու էլ ես ուրիշին սիրում, ես էլ։ Բայց քեզ ասեմ իմանաս, այս տղու վրով հանկարծ հույսեր չփայփայես։ Դեմքիդ նայում ես եմ վախենում արդեն։ Վախենում ես կտանենք վախ չափողի մոտ, չմտածես։ Ես մտածելու բան չունեմ։ Ոնց ասում են մտածողը թող մտածի։ Ուղղակի գիտես ինձ ինչ է հետաքրքիր։ Էդի որ տենց արկա թույլ տվե, ոնց է տակից դուրս գալու։ Չգիտեմ ոնց է դուրս գալու, բայց ինձ հետաքրքիր է հեսա որ եկավ, ինչ է երկելու։ Ես կասեմ ինչ է երկելու։ Դե մի երկու հատ մամ ջանն է երկելու, հետո դժվար կարանա երկի։ Բարի օր ձեզ։ Օրը դե բարի ձմեռ պապի։ Չնայած այած ու մամարա բարի։ Ինչ է եղել։ Ֆալշ էր, ապեր։ Չէ, ինչի, լավ էլ տղեն մտավ։ Ինչ է եղել մամալ։ Գիտես մի հատ բան եմ բացահայտել։ Ով մտնում աստե, իրան այդ հարցը տալիս է։ Ինչ հարց։ Ինչ հարց։ Արդյոք պատերը ակաժներ ունեն։ Ինչ։ Չհասկացա։ Չհասկացար։ Նորից եմ հարցնում։ Պատերը ականջներ ունեն, թե չէ։ Չգիտես պատասխանը։ Տիկ, ինքը գիտի պատասխանը։ Ուղղակի ինքը ուզում է ես պատասխանեմ։ Նորից եմ հարցնում։ Արտյոմ, պատերը ականջներ ունեն, թե ոչ։ Չեմ հասկանում, խոսքը ինչի մասին է։ Դու չես հասկանում, խոսքը ինչի մասին է։ Քեզ պարզ հարց եմ տալի։ Պատերը ականջներ ունեն, թե չէ։ Ձեռ ես առնում։ Հարցիս պատասխանի։ Չէ, չունեն։ Չունեն, միջև ինչ-որ մեկը ականջները սրած պատի տակ կանգնած չի լսում այն, ինչ-որ չպետքա լսի։ Այստեղ ապեր ջան, դու սևով ստորագրեցիր։